Ժողովուրդ օրաթերթը հերթական սկանդալային բաց նամակն է ստացել Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից, որտեղ նշվում է Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է, հերթական անգամ բուհը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս անգամ խոսքը ուսանողուհիների միջև բռնկված մեղմ ասած կռվի մասին է, որն այնքան է սրվել, որ ավարտվել է ձերբակալություններով։ Ականատեսների փոխանցմամբ դեկտեմբերի 3-ին դասամիջոցներից մեկի ժամանակ լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջև ծագել է տևական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է խայտառակ ծեծկռտուքի և կռվի։ Կռվի ժամանակ ոչ միայն բարձրաձայնել են ակադեմիական միջավայրին ոչ վայել հայհոյանքներ, այլև բավականին երկար ժամանակ տևած ծեծկռտուքի և քաշքշուկի ընթացքում իրար վրա հյութ և ջուր են ցողել, մազեր պոկել։ Այն, ինչ պետք է կանխվեր ֆակուլտետի ղեկավարության կողմից, վերածվել է շոկային տեսարանի ամբողջ համալսարանի համար, և այստեղ ամենացավալին այն է, որ ամբողջ անկարգության պատասխանատու դեմքը լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարգսյանն է։ Վերջինս ի զորու չէ ֆակուլտետում ապահովելու տարրական կարգապահություն, կանխարգելելու ուսանողների միջև աճող լարվածությունը և ստեղծել առողջ միջավայր։ Ավելին, հենց նրա ղեկավարության ժամանակահատվածում ֆակուլտետում ձևավորվել է անհանդուրժող և լարված մթնոլորտ, որտեղ բուռն կոնֆլիկտները դարձել են սովորական։ Բուհը կրկին սկանդալի կենտրոնում է, կրկին ոստիկանների, այժմ էլ ուսանողների ձերբակալություն։ Այսօր բուհի ուսանողները չունեն որևէ թիկունք, չկա մի անձ կամ մարմին, որին նրանք կարող են ապավինել, դիմել իրենց հուզող և մտահոգող հարցերով։ Ուստի արդարացի հարց է առաջանում՝ ինչ սպասել բուհից, որի ղեկավարումը գտնվում է գյուրջինյանական հանցավոր կլանի ձեռքերում, սկսած կադրային քաոսից մինչև ակադեմիական միջավայրի քայքայում։ Այսօրվա առաջնորդները, ում համար բրյուսովական կոչումը ոչ թե արժեք է, այլ պարզապես փուչ տեղ, շարունակաբար ոչնչացնում են բուհի հեղինակությունը։ Ուսանողների միջև բռնկված կռիվը միայն հետևանքն է այն համակարգի, որ Գյուրջինյանն է փորձում արմատավորել, կառուցված վախի, կույր, հնազանդության և անպատժելիության վրա։ Նշենք, որ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն ամեն անգամ կտրուկ կերպով հրաժարվում է Ժողովուրդ օրաթերթի հետ որևէ թեմայով զրույց ունենալուց, մեր զանգերին, հարցերին չի պատասխանում։ Այս բաց նամակը հերթականներից է, երբ որ Ժողովուրդ օրաթերթին է դիմում ամբողջ աշխատակազմը։